Որտեղ շատ բանից տեղեկացված չեմ, առավոտվանից իր հետ եմ եղել, տնտեսական գործողություններ։ Ձեզ նախաքննական մարմնից են ասել, որ եկեք այստեղ ու կայսանը այստեղ է հիմա։ Այո, ծանոթել եմ ես հասեով, ներկայանալով։ Իսկ շապատության մեքենա եկավ իր համար էլ։ Հավանաբար, որովհետև առավոտյան ամեն դեպքում խնդիրներ ունի, դերերը չէր ասել։ Իմ տեղեկություններով այո։ Պարոն Հայրապետյան, իսկ դուք լսել եք նախաքննական մարմնի ձայնագրությունը, դա իր ձայնն է, ինքն է կաշառքներ խոսել եք։ Ենքանով իշկանով հերքում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ։ Նման որևէ հանգամանք պարոն Ղուկասյանը չի ընդունում։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեծ մասը, որովհետև նկարագրում էին 24 թվական դեկտեմբեր, 25 թվական փետրվար։ Այսինքն այս գործին եւս բոլորը քաղաքապետարանի աշխատողներ են։ Հավանաբար, տեղեկություններ ես չունեմ։ Ներողություն եմ խնդրում, մեկ հստակեցնի։ Այսինքն Վարդան Ղուկասյանի այս գործունեության հետ կապ չունի։ 24 թվականին համանքի ղեկավար չէր Վարդան Ղուկասյանը, ոչ էլ 25 թվականի փետրվարին։ ԿՊ-ի տեխնազոին կամ պաշտոնակադային հարցերով։ Ինչու են նման բաներ տեղի ունեցել։ Բայց քաղաքապետանին ներսում չէ ձայնագրությունը արված։ 6-7 դրվագից մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին։ Մնացածը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ ըստ էության թույլատրաբար է Վարդան Ղուկասյանը ընտրվել Գյումրու քաղաքապետ եւ դա պետք է շտկվի։ Առանցի քպականներ ասում էին թող ճամպրուկները հավաքի։ Մի քանի օր առաջ ես նշեցի, որ սկսվել է Անդոնիս վարչապետի հայտարարության իրականացման գործընթացը։ Այն է հեռացնել քաղաքական եւ հանրային դաշտի։ Քաղաքական դաշտից հեռացնելը այսպեսի մեթոդներով հնարավոր է, իսկ հանրային դաշտից հեռացնելը հնարավոր է Աստվածչանի ֆիզիկապես ոչնչացնելով, որի հետ կապված մենք հանցագործության հաղորդում ենք ներկայացրել քննչական մարմիններին, բայց գտել է որտեղ քննարկման ենթակա չէ։ Այսքանը կներեք ժողովուրդ ջան, ես մտնեմ ստացած կար հատված, որ չգիտեմ մոնտաժված է, սարքված է, կպցրած կտրած է։ Ես դա լրատվամիջոցներից եմ տեղեկացել։ Ես պաշտոնապես ունեցանալու չեմ ցանկացել։ Ես չգիտեմ դա ինչ է։ Ես բանի ոչինչ չգիտեմ, իսկ ներեք Պարոն Հայրապետյան, ասում եք կալանքի միշտ օրհնություն են ներկայացնել։ Հավանաբար կներկայացնեմ, հավանաբար։